Լրանում է Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների դեմ կեղծ գործերի դատական գործընթացի 1 տարի։ Այս ընթացքում հայ գերիների դեմ Բաքուն կեղծ մեղադրանքներ է հարուցել, գործեր կարել ու հիմա դատական այս ֆարսը հասել է իր կուլմինացիային՝ դատավճիռների փուլին։ Սակայն նախքան դրան հասնելը մեր հայրենակիցներն այս ամբողջ ընթացքում բախվել են բազմաթիվ խնդիրների, խախտվել են նրանց հիմնարար իրավունքները։ Արդեն տևական ժամանակ է նրանք իրենց հարազատների հետ խոսելու ինչ-որ բան փոխանցելու համար ունեն ընդամենը 1 զանգի հնարավորություն, քանի որ Բաքուն փակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակն իր երկրում։ Եվ այս ամենն ու ավելին Բաքուն անում է միջազգային հանրության լուռ համաձայնությամբ, որոնք երբեմն անդրադառնում են մեր հայրենակիցների հարցին, թղթին մնացող կոչերով, դատապարտումներով ու մտահոգություններով։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է, թե այս 1 տարվա ընթացքում ինչ քաղաքականություն է որդեգրել Բաքուն մեր գերիների հարցում, ինչ խնդիրների են բախվել մեր հայրենակիցներն ու արդեն այստեղից, Հայաստանից, պաշտոնական մակարդակով ինչ անելիքներ կան։ Մի քանի օր առաջ 4 գերիների վերադարձը կարող է արդյոք շարունակական լինել եւ ինչ հունով կարելի էր տանել բանակցությունը սեղանին դնելով մեր ձեռքին եղած կարևոր հաղթաթուղթը՝ սիրիացի վարձկանները։